Նորոլես։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Ինչպե՞ս եք։ Ինչպես միշտ արթնացել եմ ու վազել եմ կոֆե դնելու։ Կոֆես դրեցի, խմեմ, որ գնամ աշխատանքի, սիրելի հետևորդներս։ Դուք էլ համոզված եմ, որ ձեզանից շատերն էլ ինձ նման հիմա նույն բանն են անում, պատրաստվում եմ, որ գնան աշխատանքի։ Աշխատանքային շաբաթը բացված է, երկուշաբթի է, բոլորիդ մաղթում եմ, աշխատանքային լավ օր, անխափան օր, հաջողություններ գործերում, անձնական կյանքում, մի խոսքով ամենուր եք, միշտ լինեք հաջողակ, առողջ, սիրելի հետևորդներս, ու ինձ հետ հիմա ձեր կոֆեն վայելեք։ Կոֆեն շատ եմ սիրում պոպոկով խմել, համով է, կանֆետ բան, չիր, չամի չկա, բայց ամենահամովը պոպոկով կոֆեն է։ Եղանակը անպած է, զմպած է, երեկ լավ հասցրեցի հողամասում աշխատել։ Այսօր էլ էլի կեսօրից հետո անձրև տվե։ Եվ ասում եմ, որ մայիս ամիսն էլ է անձրևային լինելու։ Այդպես։ Ել հիվանդա սիրելի հետևորդներս դեռ այսքան երկար չէր տևել Լիլիթի հիվանդությունը։ Գնամ աշխատանքի գամ, Լիլիթին տանեմ մի հատ ստուգման։ Երկար տևեց ամեն դեղամիջոց, ամեն ինչ էլ արել եմ։ Այս վիրուսները սենց երկար է տևում, չգիտեմ, էլ ինչ կարելի անել։ Մի հատ նորից տանեմ հետազոտման, տարել էինք, և այդպես չգիտեմ, ինչ կլինի։ Եմ եղանակի ճիշտ է, հաճելի է, որ խոնավա բնությունը գեղեցկանում է, բայց գործերս մնացին, տեսակ չէ, այդ մեր լեզվով ասած, այդ անդար հողը ինձ է սպասում, պիտի երեկ առաջին քայլերը արեցի, մի 2 մարկ սարքեցի, բայց անձրևը խանգարում է, թե չէ, աշխատանքից հետո էլ եթե անձրև չլինի, կգնամ ամեն օր մի քանիսը կանեմ ու կվերջացնեմ, չգիտեմ։ Եվ գիտեք ինչ եմ մտածում, Աստված մեծ է, մի բան կլինի։ Ահա, ինչպես միշտ անպած, բայց տեղ-տեղ կապույտ երկինքը երևում է։ Այս կողմի վրա։ Նույնիսկ այն հեռուսարի գագաթը ձնել է սիրելի հետևորդներս։ Լավ էլ անձրև է եկել, հեղեղա։ Ջրափոսերից երևում է, որ լցված է։ Բայց այնքան էլ ցուրտ չի։ Ես տեղափոխել եմ պատշգամբ, դրսում թող մնան, լավա բան չի եղել, օդին սովորեմ, որ տանեմ են նեղ աննեմ։ Հող եմ լցել, որ տամ, այդպես էլ մնաց։ Սիրելի հետևորդներ, աշխատանքից վերադարձել եմ ու պատրաստում եմ գնալ հողամաս։ Ոյ, սա լուցկի, սա էլ կտանեմ հետս, որ մի ժամ լուցկի ման չգամ։ Ուրեմն սերմերիս դավթարը հիմա այստեղ է, սեղանին եմ դրել սերմերը, սիրելի հետևորդներս, ուզում եմ մի քանի սերմ վերցնել, հետս տանել։ Այնքան է սերմեր ունեմ։ Հիմնականը ուզում եմ դդումի սերմը տանել են, մալինաների մոտով ցանել, այս ինչ է, սա կաբաչկա ձևավոր, հետաքրքիր է, սա էլ կարելի է տանել, դնում եմ բացած,
Սրանք երկուսը իրար հետ են։ Հիշում եմ, որ դդումների տեսականի պիտի լինի։ Իմ հետևորդուին էր ուղարկել։ Դդում սովորական։ Սովորական։ Սրանից էլ բացած թող մնա։ Սա տենանք ինչա։ Մեկը գիտեմ, որ ինքը ձևավոր է։ Դդում կուժատիպ։ Հա, այս կուժատիպ դդումներից ես շատ եմ ուզել սեր, որ ունենամ, ահա, սա էլ սենց։ Այդիտ են։ Բայց այն սովորական մեծ դդումներից էլ պիտի լիներ։ Մի հատ նորից սերմերս, ես լցնում եմ ստե, Լիլիթը վերցնում, դասավորում է։ Մարոլի սերմը թափավ։ Չգիտեմ, այս դդումի սերմերը։ Վարունգներն են։ Այս ինչա, հետաքրքիր է, այս փաթեթ թավորածները ռեզինով կապած, դա հետևորդուս ուղարկածն է, խթա, խթան է, սա շուտ է, դեղ տված են, որ միջատները չվնասեն։ Ես առայժմ այս դդումիկները պիտի տանեմ, դդում սովորական, բայց չգիտեմ հետ ինչ դդում է։ Անցած տարվա դդումները ահավոր էին։ Այլ ծաղկա կաղամբ է, չեմ ցանել։ Ստեղ ինչ է։ Եմիշ է, այս էլ է շատ լավ եմիշ, Ղարաբաղի եմիշն է, սրանից է կցանը։ Են, սա եմ վերցնում, կաբաչկան, ձևավոր, այդ երկուսը, ահա, լուցկին պարտադիր, ինչպես նաև կոֆե էլ եմ վերցնում, հա, մեկ էլ այսի պիտի, էլի դդում է, այս էլ չմոռանամ, այսենց ասում են, որ ցանում ես ինքը անկեղև է այս, կորիզները անկեղև են լինում, սա էլ եմ տանում, հետաքրքիր է, չէ, ինձ համար հետաքրքիր է, տանեմ ու ցանը, հենց իրանք կորիզներ են, որ վաճառում են խանութում, սերմերը դրա համար օգտակար են, տենց, Ես էլ իմ վերցրած դդումներից այն մեծերից է, մի քիչ էլ ես ես էլ տանեմ, են մեծ դդումներից է, մի խոսքով դդումները ժողեցի գնացի, սա են վերջի մասերն է առուների մոտ, տանեմ, ցանեմ, որ շուտ լինի, որ շատ բերք տա հասունանա։ Սա էլ տանեմ, թողեմ հենց փակա հողամասը։ Կրկին ու կրկին բարևներ Նազելի Նազից, իմ շատ սիրելի հետևորդներին։ Գնում եմ հողամաս, սիրելի հետևորդներս։
Այո, այս ճամփան ինձ տանում է հողամաս։ Լավ արևոտ օր է։ Այնքան շոգ, հա նույնիսկ արևը վառում է, բայց դե կեսօրից հետո նորից անձրև է գալու։ Ես էլ աշխատանքից եկա, որոշեցի գնամ էլի մի փոքր որ գործ անեմ, էլի օգուտ ամ, մի բան ամ։ Այսպես գնում եմ, մենակ եմ գնում, սիրելիներս, մենակ, Ամալյան աշխատանքի է։ Այս ծառերը այնքան շուտ են մեծանում, բարդիները։ Գետի ձայնը գալիս է ու կատաղած։ Ուժեղ այսօր ավելի շատ է վարար է գետը։ Այս ծաղիկները ինձ սիրուն ծաղկել են։ Դեղին երիցուկ։ Բոլորը դեղին են։ Սա էլ չգիտեմ, հազարատերևուկն է դեղին, սրան մենք արտաշատում, այս ծաղկին մենք արտաշատում ջանգյուլումի ծաղիկ էինք ասում, այս սեզոնին էր երևի, այս ծաղկումը հավաքում էինք գյուղի թաղի երեխաներով ջանգյուլում ենք խաղում, իհարկե վայքում այդ խաղը չեն խաղում, դա մեզ մոտ արտաշատում է շատ ընդունված, բուկետներ էինք կապում, երկելով, հերթով մտնում էինք տները, սիրելի հետևորդներս, մեզ քաղցրավենիք էին տալիս, կանֆետ, գումար, ով ինչ կտար ու վերջում հավաքում էինք, մի լավ քեֆ անում, իհարկե հարս էլ ունեինք, մեկը պարտադիր հարս պետք է լիներ, հարսի շոր էր հագնում, հետաքրքիր անցնում էր մեր օրը, հիմա ով է, հիմիկվա երեխեքը երբ են նման խաղեր խաղում, հետաքրքրությունը ամեն ինչի վերացել է, մենք անհամբեր սպասում էինք այդ օրերին, ոյ գետը իշքան է շատացել, ահա որ շատացել է գետը, ահա որ շատացել է, հեսա կամրջից էլ կերև է, Երեք որովհետև լոր տեղերում անձրև է եկել, հեղեղ, բայց ասեմ, որ սրանից էլ շատ է, գետը շատացել է, էսի ինչ է, փառք է, մի հատ նայեք, ինչ կատաղած, արդեն են, որ խորոված էինք անում, այն մասը տեսեք, ամբողջությամբ ծածկվել է ջրի տակ, խորովածի տեղը չի երևում, դեռ մինչև երբ որ վարարում է, այս ծառերի քոքը, այն ծառերի բնան մոտ հասնում է, վտանգավոր է այս սեզոնին, գետ վարարման սեզոնն է, պղտոր, ահա որ, զգույշ եղեք, զգույշ հատկապես երեխաները թող այս սեզոնին չգան գետի մոտ, տեսեք իշքան է շատացել, վտանգավոր է, 3 սենս չէր, այսօր է գիշերը շատ ուժեղ անձրև է եկել, այստեղ ով է կորցրել իր պատեռաքաղը ու Նազոին սպասում է այս բարձրանա, մեքենա գնացել է այսօր իհարկե, մեքենա անցել է այսօր, անվադողերի տեղը երևում է, մարդ չգիտի, ահա որ շոքը, Սիրելի հետևորդներս, նախապես ասում եմ, հանկարծ գրեք, ասեք, Նազո, մի գնա, վախենում ենք, մի վախեցեք, սիրելի հետևորդներս, եթե ես իմանամ, որ վտանգավոր է, հաստատ չեմ գնա, ձեզ էլ իմ հետ չեմ վախեցնի։
Ասեմ, որ հողամասում ես ինձ շատ լավ եմ զգում, բոլոր հոգսերս, գործերս մոռանում եմ, իհարկե գործերս չէ, գործերս այնտեղ նոր են սկսվում, պիտի գնամ ամեն օր քիչ-քիչ, որ հասցնեմ, արդեն վարուցանքի ժամանակն է, պիտի ամեն ինչն էլ ցանենք, որ հասցնի։ Ой. Հասաստ է, շուտով կանգառիս կմոտենամ, 2 րոպե շունչ կքաշեմ ու ճամփես կշարունակեմ։ Հովը ինքան հաճելի է, սիրելի հետևորդներս, որ հովտեղ ես ման գալի, տսպարվես արևից, շոք է, կծող արև է, կծող արև։ Այս տարի տեսնեմ, սիրելի հետևորդներս, հաջողություն լինի, Աստծուց առաջ չընկնեմ, կպարապեմ, ավտո վարել կսովորեմ, մեքենա կառնեմ, որ ոտքով այսքան ճանապարհը չգամ։ Համել հիմա որ մեքենա ունենայի, հողամաս չէի գա, կգնայի դաշտ սնկի։ Դրա համար էլ երևի ես մեքենա չունեմ, սիրելիներս, թե չէ ինձ տուն բռնացնել չէր լինի։ Ամբողջ օրը դարը դաշտը կլինեի։ Քշինդե, քշիստե, այս կողմ գնա, այս սարը, այս դաշտը, այդ բանջարը քաղի, ամբողջ օրը այդ գործին կլինեի։ Դրա համար երևի չունեմ, Աստված խղճում է ինձ, հետ էլ կա։ Ես ձեր հետ խոսելով ճանապարհը շարունակում եմ, դուք ինձ հետ եք, Աստված ինձ հետ է եւ գնամ իմ գործերին։ Մեծացել եմ, էլ չեմ կարում հլնեմ դիքը։ Ոյ, ստեղ էլ ահով, ես գիտեք ինչ շոք, հետ որ անձրև հեկել, գետինը թրջվել, հիմա էլ տաքությունը տալիս, ասենց մի հատ գոլորշի բուղ է լինում, տալիս է դեմքիդ։ Նման տիպի շոք է։ Լավ, մի այսքան փոքր մնաց, ես դիքը հլում եմ ու գլվլալեն իշնեմ, արդեն ներքև եմ իշնում, ոնց են ասում սպուսկա, այսի պադյոմներ, հիմա էլ սպուսկ եմ իշնելու, այդտեղ արդեն լրիվ ձենս կգա տեղը։ Ես եմ սիրելի հետևորդներս ու մեր սարերը, ահա, ահա, զգուշ լինեն, օձերը շատ են, ահա, այս էլ արահետը, որ ամեն օր ինձ տանում է հողամաս, ենքան են գնաց է եկել, արդեն ստե արահետ ենք բացել, բա, այսպես,
Բա երեկվա գործս կիսատ եմ թողել, չէ, որ ասում են գործը վաղվան չեն թողի, ես երեք թողել եմ, բայց դե տեսակ հասանք տուն, ոնձրևը շփեց է, հեն էլ ինչ հեղեղ եկավ է, որ մնայինք ոտքից գլուխ ջուր էինք լինելու, ներում բեկում չկար։ Մեքենա եկել էր, բայց այս կողմերի վրա մեքենա չի եկել, այդ ցեխերի մեջ մեքենայի անվադողերի հետքը չկար, ուրեմն ինչ-որ ուրիշ կողմա գնաց է, տարասներում մարդ մուդա չեմ տենում, սիրելիներս, ոնց որ թե մենակ եմ, տխուր եմ, այդ տարբերակն է, մենակ եմ, տխուր եմ, գնում եմ հողամաս, հիմա ինձ հետ սենց աշկները 4 արած, նայում եք դեսուդեն, թե ինչ կա չկա, ով կա չկա, բայց ոնց որ թե մարդ էլ չկա։ Հերիքա որ հասա հողամաս, հա, հիմա կասեք բա հողամասը տել մի ոն տենց քարերով պարիսպներ ունի, ասենք հա, չունի, քարերով պարիսպներ էլ չկա, մերկու փտած մետով սարքած ցանկապատա, պատը սպարվելու տարբերակ չկա։ Առաջ, հասել եմ Արվակիս մոտ, այս ցեխերի վրա նայելով տեսնեմ հետքեր, մետքեր, արջի թաթերի ոտնահետքեր, չէ, չկա։ Հետաքրքիր է, չէ, սիրելիներս։ Սիրելի հետևորդներս, ես չեմ պարծենում, որ մենակ եմ գալիս հողամաս, այդ ինչ-որ ցուցադրելու բան չունեմ, ինչ-որ մեկին զարմացնելու բան չունեմ, դա է իմ օրը, իմ օրն եմ ցուցադրում, ուրա, այստեղ մի հատ պապիկ տեսա, հեն ջուրա ինքը, առունա գնաց է բացել, խորքերից է գալի, որ իրան արջը չի տարե, ուրեմ ինձ էլ չի տանի։ Ահա, այս հողամասերում է մարդ չկա, ամալյա ենք, գործի են մի հատ տեսնեմ, մարգերը ոնց է գցե, որ ինձ ասում է դու նեղ ես արե, ստե ինչ որ ոց ֆշֆշած, ինքը մի քիչ լայն արե, հա, պարզա, լավ, ես էլ մի քիչ լենք անեմ, էլի ջուր հանելուց ես գալի առու հանելուց, հե? Բայց ջուրը գալիս է ձեր մոտը, ջուր գալիս է են վերևը, իմ բաշայմոտ հասցրել եմ, երեք տեսա, բարև ձեզ, ես մասերներ չէ հանում, այստեղ պաժարեր դար, մինչև բաղչայիդ մոտ եք է, մինչև բաշայմոտ չէ, մինչև ես կռուգը, դե որ առուն, պիտի մաքրես, բանդը պակվել էր, հա, էլ չեկավ, հիմա նորից բացում ես, այսօր գնացել բացել եմ, քո ասած չոբան, ինչ էր, չոբանը, ուրա, չոբան բանջարը, հա, գիտես որտեղ է, այն, հիմա չի տախացել, չէ, բա ինչ անեմ, օրեկան գալիս եմ քիչ-քիչ գցում եմ զոլերը, ապրես,
Հաջողություններ։ Ձեզ էլ առողջություն, որ այդ տարիքում այդքան աշխատում եք։ Լավ կլինի։ Մարդն էլ մեծ մարդ է, սիրելի հետևորդներս։ Այն հերվից այդ վերի հատվածներով առու է հանում, որ գնա իր հողամասը։ Ամբողջ օրը աշխատում է։ Առողջություն իրեն։ Ես շատ եմ հարգում աշխատող մարդկանց, սիրելիներս։ Ահա, խոսալով, ասելով, եկա հասա իմ հողամասը։ Ահա։ Հույսեր կա, որ վտանգ չկա, սիրելի հետևորդներս, մարդային խորքերից էր գալի, որ արջը լիներ, հիմա հաստատ իրան կերած կլիներ։ Հետո ասեմ, որ այս տարի այդ արջի շունչը ես չեմ զգում։ Չեմ զգում։ Կինո կա է մատանիների տիրակալը, հիմա ես էլ ես դաշտերի տիրակալն եմ։ Ինչպես միշտ էլի բացվել են։ Այս ամենակ պղպեղներն եմ ես ծածկելու, սիրելի հետևորդներս։ Մի հատ դանակով գամ փխրացնեմ, մի քիչ հող կլցնեմ, թող սարավոտի, բայց դե ես հիմա հիմնական իմ գործը այս գիտեք որ մասում է, բարձրանամ, գլուխս կախեմ իմ գործին, սիրելիներս։ Սոխերն էլ են լավ թափավորվել։ Վաչի, հողն է չոր ա լավ, նես չի որ թացա։ Սա երեկվա իմ աշխատանքը ու հիմա պիտի սա շարունակեմ, մինչև սա չանեմ, կոֆե չեմ խմի։ Խախանեմ, որ վերել եմ, գիտեք ինչ անեմ, այստեղ վերել եմ, որ դթում ցանեմ, գցեմ, դթում լինի այս հատվածում։ Սիրելի հետևորդներս, մի քիչ լավ չեմ փորել այս հողը ոնց որ թեն որն ա, որ լավ փորածի հաշիվ չի։ Այնքան է քարը քռակա։ Այս քարերը բայց չեմ գցում, պետք կա գալի։ Հիմա այս քարերը ճիշտ է, այս պահին խանգարում են սիրելի հետևորդներս, բայց պահա գալի, որ քարա պետք լինում, դրա համար չեմ գցում։ Դնում եմ առուների մեջ, որ ջուրը ուժեղ չգնա։ Էլի ես ճանջերը եկան, հա։ Ասած այս լոլիկները ես մագլցող սորտնա լինելու, կապելու եմ, լավ կլինի։ Ահա, մենակ թե նկարահանման ձողը շուրջ չգա, սիրելի հետևորդներս, մնացածը հեչ։ Հիմա կասեք Նազո դու չես վախենում, այ, մի քիչ ես
Երկուսը լայն անեմ, վրաս խոսացին, ասեցին լայն արա, լայն, ես էլ լայն եմ անում։ Օրևը վառում, Օյ, աշխատանքից եկա լավը, այսօր մի կտոր հաց կերել եմ, կոֆե չեմ խմել, կոֆեն է հողամասում, մի քիչ ցեխ ա հողը, սա սարքեմ կոֆե խմեմ, վարու ցանքը անեմ, մինչև այն մյուսները քսարավոտ են։ Ցեխը գիշեր լավ անձրև ա եկել, աստեղ էլ լավ չեմ փորել, վարել, խոտի կտորը արմատով։ Ցեխը երեք լավ էր։ Ցեխը լավ չի լինի։ Ավելի լավ է մի քիչ սպասեմ։ Երեկվա նման։ Քախանի ուրակը բերեմ, ստե քախանեմ, սերմերը դնեմ։ Ցեխը դե լավ աշխատել։ Գնամ մի հատ կոֆե խմեմ, մինչև սարավոտի երեկվա պես։ Օջախը պատրաստ եմ։ Երեկ էլ եկած իրելի հետևորդներս չեղավ աշխատել, սիրտս նեղվեց, թացեր, մինչև մի քիչ կոֆե մոֆե ու ինչ տեսնեմ, որ չորացավ, հիմա այսօր է նույնը։ Սրանք դնեմ ստե, քիչ-քիչ կգցեմ։ Ջազվան վերցեմ, թռնեմ ջրի, լավ է այս ջուրն էլ մոտ է սիրելի հետևորդներս, մի շիշ էլ ջուր բերեմ։ Ահա, եկա։
դուրը փոկ է, ու չի փոկվում։ Ոյ։ Թող մնաս դե։ Այսօր այնքան լուծկի եմ բերել, կոֆե, լուծկի, թուղթ, լրիվ պատրաստված է այսօր ամեն ինչը։ Մի բան որ լինում է խրատա չէ լինում, դրանից դաս ենք քաղում։ Ահա։ Էլի հետևորդներս ինձ ասում եք սուխոյ սպիրտ տար, Նաշ ջան, չկա սուխոյ սպիրտ վերց, բայց ես գիտեմ, որ կա սուխոյ սպիրտ, սիրելի հետևորդներս, այս օջախի էֆեկտը կոֆեն լրիվ ուրիշ է։ Իմ համար այս կրակ վառելն էլ է մեծ հաճույք, չմտածեք, որ չարչարվում եմ, օջախ վառելն է, ահա կպավ։ Այս էլ չի թրջվի, սենց պաշկայով էլ կարամ թողեմ։ Որ կպնում է, էլ հանգցնել չի լինում։ Օպլա։ Մայր շատ կդնեմ, թող ավելանա չպակասի, չէ։ Օպլա։ Դե լավ էլ ուր գնացին, հետ ծուխը տվեց երեսս։ Ոյ, կարծես դիտմամբ, եռաց արդեն։ Այսօր բավոր չաշխատեմ, դուրս կգանեց, որ եկամ կոֆե խմամ, գնացին։ Չի լինի, այս վերի հատվածը գոնե կմանգռնեմ։ Չթափես։ Ոյ։ Ուախ, մոտերս ողրեց, բայց մի հատ է եռացնեմ։ Ահա։ Չէ, արդեն կեռա կպակասի։ Ես է բռնիչ ձեռնոցը։ Թող վառվի, հող չլցնեմ։ Ինչպես միշտ նազոն պիտի ես ակումուլյատորը շուր տա, նայի, նոր նստի, որովհետև ստե լորդու էր նոր եկե։ Լորդու կար նոր։ Չնայած ասում են, որ լորդուոց կա, այնտեղ գյուրզա չի լինում։ Սուտ թե ճիշտ։ Մի երկու պոպոկ էի գցես, ունկաս, որ կոֆեի հետ խմեի։
Գիտեք ինչ եմ նայում ելակներին, այդ սիլիտրայի վրա թափավորվեցին, համ կանաչեց, այդ դեղնությունը անցավ։ Ու լավ է, իր այդ պտուղներն է կմեծանա։ Մի հատ է կարելի է տալ։ Լիլիթը ասում է, մամա ելակները չի հասեք, գամուտեմ, ասում եմ կգաս, ասում է հա ելակ շատ եմ սիրում, ելակի համար կգամ։ Այնքան հավես է, որ անցած տարի էլ հասել էր, Լիլիթին չէի ասել, որ ելակները հասել է։ Դե ոնց համոզեցի, բերեցի հողամաս, առաջ գալիս էր իմիջիալոց հողամաս, համոզեցի, բերեցի հողամաս ու ասի Լիլիթ, հələ մի հատ տես մեր ելակները չի հասել, նայեց հիմա հոչի գոռում, մտավ մեջը քաղեց, կերավ, կուշտ կերավ։ Կարելի է շատացնել ելակները, սիրելի հետևորդներս։ Հավեսին ես վերևի մասերով տենց անենք ելակ։ Հավատացեք, որ օգնող լինի, էլի հող կվերցնեմ, կմշակեմ, այդքան շատ սիրում եմ, որ մեքենա ունենամ, այդ գնալ գալը, ինչու՞ չէ նաև այդ բեռը տանելը հեշտ լիներ, այդ կողքը լիքը ազատ հողեր են, էլի հող կվերցնեի, կմշակեի։ Չևեն ներքևը մի քիչ կսարավոտի, գնամ քախանեմ, ես դդումի սերմերը ցանեմ։ Տեսականին բերել եմ։ Հա, մեկ էլ ինչ էի բերել, ուր հա, մեկ էլ են ցանկապատի տակով, ես լոբիից եմ գցում, ես մագլցող լոբի է, ու երկար կանաչ լոբիներ ա տալի, մի քանի հատիկ տվել են, այն կողմի վրա համ հով ա, այն կողմի վրա կգցեմ, անցան գործի, միայն բաժակս լվանամ, ճիշտ ջուրը բանա, բայց դե ոչինչ, կարևորը չմնա չորանա, հետո կլվանամ, կարևորը չչորացնենք։ Սիրելի հետևորդներս, ցեխա, ես էլ ես մասերի խոտ մոտերը կհանեմ, ու իստե մոշեր են, պիտի զգուշ աշխատեմ։ Քախանեմ, մաքուր է, խոտերը ծլում են, հլնի, որ ստե դդում ցանեմ, թե չէ հետո քախանեմ, արդեն դդումներն է հետը կհանեմ, այսպես խփեմ, սրանք էլ են անպիտան բան։ Խաղողները կպել են, լավ է, ես ինչա, ստե մի երկու քյոլ էլ կարմիր սմարոդինա կար, չգիտեմ կպելա թե չէ, մասուրը բերեմ կտրեմ, լիքը գործեր,
Գոնե սենց օրերին ցեխոտ, այս խոտերի գործերը անեմ։ Սիրելի հետևորդներս, այս լորտու օծը ինձ հետևում է, էսա, ուր գնամ գալիս է, բերևներ, հիմա էլ եկավ հետա ներքևը, թե ինչա ուզում, էսա, հետս հավասար աշխատում է, եկա ողամաս, արի, արի էլը տենամ, ինչ ես ասում, գալիս ես արի, չեմ խփի, հաստատ չեմ խփի, արի, սահմանը չի ուզում անցնի, հետա, արի, գնաց, դե լավ գնացիր, գնա, ինչ արած, գել եմ օծերի խելքին, հլը ես մալինաները, որ նոր էի տնկե ինչ լավ եղել են, գել եմ օծերի խելքին, ասա գնա գործերդ, օրոնոզու է, և ինչ էի ուզում անեի, հա, ուզում էի ես մասուրները, որ չէի կտրե, սրանք, վրիպել էի, սրանք վերացնեմ ստեղից, գցեմ ստե, չորանա կվար է, ահա, այդ խոտ խուլաշներն է կաշեմ, կապ չունի, որ ցանկապատի տակա, պետք է մաքուր լինի, էսի ոնց է չէի տեսել, բա, ահա, տեսադաշտս բացվեց, ես ինչա, ես հա աճելու է, բայց գիտեք, չէ, ուղղակի պիտի անդադ մաքրենք, Այստեղ ես ինչա, ստե էլի մասուրները աճել են,
Լավ եք էլի։ Որ իսկականից լավ եք։ Գիշերը ահավոր անձրև է, օխ եկե, մոտս փուշը լոկեց, որ իսկականից չի լում հողի հետ աշխատել։ Մի քիչ ստերանք մաքրեմ։ Մառաժոնները հլը ինչքան ա եղել, ուրեմն սիրելի հետևորդներս, ըստե ես ցանում եմ դդումը կուժատիպ, գցեցի, ուրախությունով լինի, կարողա ծլի, կարողա չծլի, ինչ իմանամ, գցում եմ, կլնի։ Ուրիշ մասերում էլ էլի կգցեմ։ Այս պոչի մասը, սիրելի հետևորդներս, են անկեղև դդումն եմ ցանում, տեսնեմ, իրոք անկեղևա լինելու, թե ոչ, փորձում եմ, չգիտեմ, սուտ թե ճիշտ, ստեղ էլ սովորական դդում, երևի եմ մեզ դդումներից է, ահա, ես էլ սենց, հատիկ գցում եմ, ամենահարմար տեղը ստեղ է, շատ խիտ է պետք չի, ուրախությունով լինի, մեկը 1000 լինի, ու լավ լինի, թելը փորձեմ տենամ ստելինում աշխատել, եթե չէ գնամ տուն, անիմաստ չմնամ, տես չի լինում սիրելի հետևորդներս, երեք որ անեի ավելի լավ էր, բայց դե անձրև էր, ահա եսի հարեցի, բայց որ ճիշտն ասեմ, բան համարյա չարեցի, անկապ տեղը այսքան տեղ եկա գնացի, եկա, Ըլստ է սիրելի հետևորդներս, ճիշտն ասեմ, հույսեր չկա, որ ես բիբար կլնի, թացա, կամին հետև է, բացել, գալս եղավ անիմաստ, ցեխեր, աշխարի գործը կանեի, տենց էլ ա լինում ոչինչ, էլի գործը արեցի, նես չի, որ պարապ մնացի, բայց դե, գալս ինչ էր, որ էթալս ինչ լներ, սոր երկուս եմ ստանում, քիչ գործը արեցի, օրս կար, ժամանակ կար, բայց ցեխեր, երկուս,
Նայում եմ արփագետին, վախենում եմ սիրելի հետևորդներս, ինչ ձևով օրորել, վախենալու ես շատ, են էլ ոնց։ Ասում են, թե ջրին պիտի չնայես, գլուխդ կպտտվի, տենց են ասում մեծերը, խելքդ կտանի, կընկնես ջուրը, աշկերդ, ահա, իբր թե ջուրը շշմացնող հատկություն ունի, ինչպես որ օձերին ես նայում, անընդհատ ուզում ես նայես, այդպես, ինչ հավես է այս գետի ձենը, երկու անգամ շատացել է ջուրը։ Բայց մի տարի սրա քառապատիկն էր շատացել։ Այն որ քեզ թվում էր, այս կամուրջը կհավաքի, կսրբի, կտանի։ Այդքան շատ էր։ Դե ինձ սիրելի հետևորդներս, ես հասնում եմ տուն, լավ մնացեք, առողջ եղեք եւ չմոռանաք բաժանորդագրվեք անպայման իմ ալիքին, տարածում եք, լայքում եք, ես էլ ուր եմ, մեր վայքում եմ, վայքի գեղեցիկ բնությունն եմ ցուցադրում, իմ աշխատանքները, գործերը, դուք լայքում եք, ես վայքում եմ։ Սիրելի հետևորդներ, մի հատ նենց կանաչ դրախտավայր եմ եկել, կանաչ, գեղեցիկ, իհարկե այս վայրը շատ եմ գալիս, դուք էլի եք տեսել, եկել եմ, ուր եմ եկել եմ մի քիչ հող տանեմ, հեն պամիդորի սատիլներին տամ, հողի կարիք ունեն և իմ սիրած վայրն է, այս ջրի մոտից եմ եկել որ տանեմ, մեր շենքից մի քիչ ավեր է, բարձրացել եմ, մի հատ կանաչ ես հրաշք այգին նայեք, բաշլորի ցոգոլները, մի հատ գողանամ, մի հատ քաղեմ ուտեմ։ Այնքան էլ թթու չի, լավ է քաղցր է, ցոգոլ եմ գողանում։ Մանկությանս չարաճճիությունները միտս ընկավ, ցոգոլի շլորի ծառը տեսա, գայթակղվեցի և անտարբեր չեմ կարող անցնել։ Կորիզով էլ ուտում եմ, որովհետև համ դառն է հաճելի ինձ, համ էլ թթուն, շատ թթու չի։ Բավական է, լավ։ Այստեղի հողից եմ ուզում տանել։ Փայնոտ լավ հող է։ Բզբզեմ, մի տոպրակ լցնեմ, գնամ։ Ինչպես միշտ գալի հասնում եմ այստեղ և նոր եմ հիշում, որ ձեռնոց չի բերել նազուն։ Իս ինչ փայնոտ հող է, բայսի ցլներ հողամասի են, սածիլներիս տայ։ Կարելի է 2 տոպրակ տանել, տանեմ այդ սածիլներին էլ լցնեմ։
Ոչինչ կգնամ տուն կլվամ ձեռքերս լավ։ Էսի մեկ։ Ուղամասից եկա ու չալարեցի սիրելի հետևորդներս, եկա այստեղ այս լավ հողից որ տանեմ։ Էսի ճուղար է։ Ահա, ես սենց, երկու ցելոֆան լցրեցի։ Սնեմ գնամ մի հատ ձեռքերս լվամ աղբյուրի մոտ, ինչ է ծանորա, ասան ազը դու դաթար չունես, թոմնաս տեմենոք, թացա դրա համար ծանորա, անձրևից թրջվել է, աղբյուրը, հարմարա իսկական լվացվել է, նենց է սառը ջուրը, որվեմ դեպի տուն, ռտվեր ծուքել նազոջան, ասա, մի ձեռով բռնի ծանր, մի ձեռով էլ նկարահանումով քել։ Սիրունացել է, չէ, վաղ գարնանը ստեղ շատ բաներ հիմա կանաչ, գեղեցիկ, պնդուկի ծառը։ Ստե ամբողջը ոնց որ պնդուկի ծառերը։ Այս կողմը, են կողմն է, մյուս կողմն է, պոպոկա։ Ահա հողը բերեցի, պատշկամ։ Որը Լիլիթ։ Աղջիդ էլ հագի, քոնն է, սիրուն է։ Բայց ինչքան սիրուն է, կարճ։ Չարդն էինք։ Հա, դայս լավն է։ Ծեպը քաշի, հա։ Որ մի հատ աղջիկ կար, չէ՞ շորտի Հա։ կողմներ։ Ինչ սիրուն է, լի, թակի։ Եկել էր Ենքան շորեր ունես, մոռացել ենք արդեն։ Լիլիթը ինձ խոսցրեց, լավ, սիրելի հետևորդներս, հողը բերեցի, սա էլ պամիդոր է, դնեմ այս վերը, ես ինչեր եմ է անում, ես չեմ անում, ահա, հետերը շուրջ չգան, պամիդորներս ջարդեն, մնացածը հեչ, ուղղակի սա ուզեցի այստեղ դնեմ, որ երևա ոնց եմ աշխատում, բարձրացել են, լցնեմ, որ ցողունները հաստանան, պատշ կամբում եմ ես էլ, ես ինչ լավ փայնոտ հողա, սիրելի հետևորդներս, հլստե, խուր, փայնոտ, դի այդպես լցեմ, լցնեմ, հեսա մի հատ էլ կջրեմ, Դա ինչ անեմ, արել եմ, պիտի մինչև վերջել տեր կանգնեմ, որ հավեսին սատիլներ լինեն։ Մյուս տարի աստուց առաջ չընկնենք, են որ փորձերի վրա է, չէ, մարդ սովորում, բոլոր սատիլներն է տունն եմ հանելու։ Ինչա,
չի աճե հողամասի սածիլները, այնեց պղպեղները մնացել է, ոչ ենա ուրիշից առնեմ, ոչ ենա էդ էլ պիտի աճի, ուրիշից առածը ինչ իմանամ ինչ սորտ է, իսկ սենց ձեռի դեմ մշակում եմ, խնամում եմ, ես տարի ամբողջը բոլորը արկղերի մեջ, ես մասը ուրիշ սորտ է, այնի ուրիշ, էսի Big Buff-ա, ովքեր իմանում են, ճանաչում են Big Buff-ը, որն է արդեն գիտեն, մագլցող պամիդորի սորտ է Big Buff-ը, ջերմոցային կարելի ասել, լավ լցնում եմ, ջրեմ կնստի, չասեք շատ լցրեցիր, համել իր այդ ցողունները կհաստան, ահա, գնանք ջուր բերենք, Էլի հետևորդներ, ահա շիշը ջուր լցրեցի ու տեսեք ես տեմոյից ինչ հարմար բան եմ պատվիրել, ցնցուխա, 270 դրամ, այստեղ փակում ենք, սա այս շշի փականի տեղը, սա ենք հարմարացնում, ինքան հարմար, հեշտ, լավ չփակեցի, բայց դե տեսեք, ինչա, հա որովհետև այս շշի բանը մնացել աստե, դրա համար չի փակվում, ոչինչ, բայց ոնց անեմ, կտրեմ, մի րոպեսա կտրեմ, որ լավ փակվի, ինչը վերջ փակվի, չէ, էսի տի կտրեմ, ահա, կտրեցի նորից կլցեմ, Լիլիթի հավեսը եկավ ցնցուխը տես, մի րոպե հել տեսնենք լավ է հագնում, ահա, թող տանվենք ջրեն, նայեք սիրելի հետևորդներ, հավես, հա? Ատիկ ջուրեմ էդ հա, որը? Իմ արկղինն եմ ջրում, հավեսը եկավ, հա, կանի, սպասի, Եթե հավես ունենա, սա իրանց թղթերն է, սորտերը, որ բան չլինի, Սա իրան կուղվ են, տնային ցնցուխ, ես ուզում ցնցուխով ջրես, բացում ես ու խոսքի այսպես ես ջրում, նայեք, ինչ ասես, ես չինացիք կստեղծեն սիրելի հետևորդներս, թողնեմ ինչ ալինում, որ կարող է արևը տա, չէ արդեն սովորել է, ահա, այսպես թող մնա իրա տեղը, կարող է արևը տա, փչացնի, կանգնել եմ պատշկամբում ու գիտեք ինչ եմ մտածում, նայում եմ ասում եմ, պես օրով էր ասել, թե անձրև է գալու, արև, իսկական սնկի օր էր սիրելի հետևորդներս այսօր, երեկ լավ անձրև, այսօր լավ արև, ինչ անի Նազոն, ինչ անեմ, չեմ անում, գիտեք ինչ առումով մեքենայի պահով, ուղղեցոր ավելի եմ համոզվում, ամել մանգամ դուրսը, դաշտում ինձ ծովա, պատկերացնում եք ինչքան շատ բերք ու բարիք, դաշտի բարիքներ կբերեմ տուն ու
Տես եղանակին նայեք, պարս խաղաղ երկինք, հայ հարայ, վաղնել անձրև լնելու, վաղնել հեղեղ, ուրա բա, ուրա, կարող է գիշերվա ժամերին գա, բայց հիմա ընտիր արևոտ եղանակ, բայց հողամասում չեղավ աշխատել։ Ես էլ սենց սիրելի հետևորդներս անցնեմ տուն, դուք լավ եղեք, առողջ եղեք, բաժանորդագրվեք, լայքեք, այդպես, հաջողություն բոլորիդ։